Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Փաշինյան, վերջին օրերին տարբեր պետական կառույցներից ստանում ենք տեղեկատվություն այն մասին, որ իբր պետական պաշտոնյաները տարեվերջին ստացել են կլորի գումար որպես պարգևավճարներ։ Խնդրում ենք պարզաբանել, արդյոք խոսքային պիլոտային ծրագրերի մասին է, որոնք դուք ներկայացրեցիք պետական պաշտոնյաների համաժողովի ընթացքում, ըստ որոնց լինելու է աշխատանքի գնահատում արդյունքների վրա հիմնված չափորոշիչներով։ Այս կառավարության նիստում էլ դրան անդրադարձա, եւ մենք դրա մասին խոսել ենք։ Մենք ի վերջո տեսեք, ինչպես ուսուցիչների դեպքում, ինչպես ուսուցիչների դեպքում, ինչպես զինվորականների եւ այլ համակարգերի դեպքում, մենք այս տարվանից, այսինքն 2025 թվականից, այո, ներդրում ենք արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, եւ մենք նաեւ հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ որ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը։ Սա կառավարելիությունը նվազեցնում է եւ մյուս կողմից մոտիվացիաները նույնպես նվազեցնում է։ Երբ որ մարդը, ով որ ավելի շատ ջանք է գործադրել, ավելի շատ արդյունք է արձանագրել, ստանում է նույն չափի վարձատրություն համեմատ մյուսի, ով որ այդքան էլ ջանասեր չի գտնվել, եւ սա նաեւ քանի որ քաղաքական պատասխանատվությունը ղեկավարների վրա է, ղեկավարների ուսերին է, ղեկավարներին էլ մոտիվացիոն ճիշտ համակարգեր ստեղծելու խոչընդոտներ է ստեղծում եւ մենք պիլոտային համակարգ ենք ներդնել եւ մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը այո, արդեն հասել է այդ կետին, որ պետք է նախ վարձատրությունները պետք է պետական համակարգում լինեն մրցունակ մասնավորի հետ, հակառակ դեպքում մենք նոր էլ խոսեցի, չգիտեմ հետևում եք կառավարության նիստին թե չէ, եթե մենք ասում ենք 2017 թվի համեմատ պետական բյուջեի եկամտային մասը 130% ավելացել է, այդ նշանակում է պետական կառավարման համակարգը 130%-ով ավելի շատ ջանք է ներդնում նախ այդ արդյունքը արձանագրելու համար, բայց բյուջեն հավաքելուց հետո նաև արդյունավետ ծախսման խնդիր կա, եւ մենք պետք է այնպես անենք, որ ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնալու մղումը ճիշտ մոտիվներ գործեն պետական կառավարման համակարգում։ Նախ դրսից ոչ միայն պետական համակարգից լինի հոսք դեպի մասնավոր հատված, այլ մասնավոր հատվածից դեպի պետական հատված։ Դրա համար պետք է վարձատրությունների գոնե համեմատելի հնարավորություն լինի եւ երկրորդ էս համակարգի կարևոր առանձնահատկությունը։ Մենք լրացուցիչ վարձատրության մեջ դրել ենք պարտադիր պայման, որ լրացուցիչ վարձատրություն ստացողը դրա որոշակի տոկոսը, եթե չեմ սխալվում 10%-ը, պետքա ծախսի իր կրթական եւ պրոֆեսիոնալ հատկությունները զարգացնելու ուղղությամբ, այսինքն պետքա ինչ որ դասընթացների մասնակցի իր կրթության վրա պետքա ներդրում անի եւ ես կարծում եմ, որ մեր պետությունը հասել այն կետին, որ մենք այսպիսի ներդրում պետքա անենք պետական կառավարման համակարգի հետ եւ ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է, սա նաեւ պետության դերը նշանակությունը եւ պետությունը զարգացնելու եւ ուժեղացնելու մեր ռազմավարությունների շրջանակը։